2014 թվականի մի ցուրտ դեկտեմբերյան օր Ինդիանապոլիսի պուրակի ձնառատ ծառուղում հայտնաբերվել էր աղջիկ նորածնի մարմին։ Լքված նորածինների հուղարկավորման հարցերը հոգացող կազմակերպության աշխատակից Լինա Զնաչկոն երեխային անվանեց Ամելիա Գրեյս Հոփ։ Նա վստահ է, որ Ամելիան կարող էր խուսափել մահից։ Նրա մայրը գուցե միջոցներ չուներ, հուսահատ էր և սարսափելի վախեցած, սակայն եթե նա ի վիճակի լիներ ևս մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել, հնարավոր է կարողանար հանձնել իր երեխային։ Բանն այն է, որ Ամելիային լքելու վայրից ոչ հեռու գործում է այսպես կոչված ապահով հանգրվանը։ 2008 թվականից ի վեր օրինական խնամակալները 45 օրականից փոքր նորածիներին կարող են հանձնել շտապօգնության սպասարկման ցանկացած բաժանմունք, չվախենալով հետագա հետապնդումից։ Այդուհանդերձ Միացյալ Նահանգներում տարեկան շուրջ 150 նորածիններ են հայտնվում գետերում, ճամփեզրերին եւ աղբամաններում։ Մոնիկա Քելսին, ում նույնպես լքել էին մանուկ հասակում, այժմ աշխատում է որպես հրշեջ եւ բուժակ։ Բնական է, որ Մոնիկային խնդիրը խիստ մտահոգում էր։ Ի վերջո նա լուծում գտավ հարավաֆրիկյան մի եկեղեցում, որը ուներ նորածինների ապաստան։ Դա այն մայրերի համար էր, ովքեր ցանկանում էին անանուն հրաժարվել երեխաներից։ Անանունության փաստը մի շարք երկրներում երաշխավորել է երեխա հանձնողների ապահովությունը։ Կարճ ժամանակ անց Քելսին հիմնադրում է ապահով հանգրվան նորածնային արգխեր ծրագիրը Միացյալ Նահանգներում։ Երբ նորածնին տեղադրում են փափուկ միջադիրով եւ ջերմակարգավորվող մետաղյա արգղում, այն ինֆրակարմիր լույս եւ ազդակներ է արձակում 1 րոպեի ընթացքում տեղեկացնելով արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմին։ Ինդիանա նահանգի առողջապահության նախարարությունը սկզբում դեմ էր այդ արգղերի գաղափարին, զգուշանալով առցանց չափորոշիչների կամ արձանագրությունների համակարգի կիրառումից։ Ես նրանց ներկայացրել եմ այդ երեխաների դիահերձման արդյունքները, որոնք պարզապես ողբերգական էին։ Նույնիսկ եթե երեխան մահանա այս արգղում, առնվազն նրա կյանքը փրկելու փորձ արված կլինի։ Նմանատիպ առաջին նորածնային արգղը տեղադրվել է Քելսիի հրշեջկայանում։ Հանրային արձագանքը միանգամայն դրական էր։ Հուսով եմ, որ այլ համայնքներ նույնպես կընդունեն մեր ծրագիրը։ Այժմ մեր նպատակն է, որ լքված երեխաների 10%-ը հայտնվի այս արգղերում։ Հուսով ենք մի օր այդ ցուցանիշը կհասնի 100%-ի։ Ցավոք, նորածնային արգղերը արդեն չեն փրկի փոքրիկ Ամելիային, սակայն մանչուկը իր ուրույն ներդրումը ունի ծրագրում։ Նրա ոտնահետքը դարձել է կազմակերպության պատկերանշանը։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։